Տարեվերջը հայ ընթերցասերի համար նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ, նրա սեղանին հայտնվեցին պարսիկ, բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ռումիի գազելները հայերեն թարգմանությամբ։ Այս և մինչ այս հայերեն թարգմանությունների, իրանական պոեզիայի նմանությունների և տարբերությունների մասին խոսենք մեր հյուրի, գրող թարգմանիչ զբոսավար Ժորժ Աբրահամյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, լավ, դուք ինչպես եք։ Հրաշալի։ Ես կարող եմ ենթադրել, որ դա հենց այդ ստեղծագործել չեք էլ տալիս այստեղ դնել շատ պիտոել եք։ Ֆանտաստիկ։ Ես նախ առաջինը նայում եմ ես պես գրքի նկարազարդմանը եւ ձեր էջանշանին։ Առաջին բանը, որ ես նկատել եմ ֆանտաստիկ։ Եկեք հենց խոսենք այս ճգնաղ աշխատանքից, պատմեք մեզ։ Այո։ Ճիշտն ասած, տեսեք, Ռումին ոչ միայն Իրանի, այլ աշխարհի մեծություններից պոեզիայի ոլորտում, դե ինչպես նշեցիք, փիլիսոփա, սուֆի եւ մինչև Ռումին ես Հաֆեզը թարգմանեցի, մեծ պոետ Հաֆեզը թարգմանեցի իրանցի եւ բարեբախտաբար արձագանքները շատ մեծ եղան, Զանգակ հրատարակչությունը հրատարակեց եւ պես որոշվեց, որ ներկայացնել եւս մի իրանական դասական պոետ, երկրորդը Ռումինը եւ հետագային իհարկե հիմա Խայամի վրա ենք աշխատում։ Իմ կարծիքով սա շատ կարևոր է, որովհետեւ Ռումին հրատարակվել է բազմաթիվ լեզուների, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում շատ ճանաչված դեմք է, որովհետև Ռումին գրում է եւ ներկայացնում է իր պոեզիայի միջոցով համամարտկային արժեքներ, որոնք իմ կարծիքով հատկապես սա շատ կարևոր էր, որ թարգմանվեր հայերենի, որովհետև մենք ասում ենք Իրան, Հայաստան, բարեկամական կապեր, բայց գուցե պետք է ավելի շատ ճանաչենք եւ մշակույթն ու գրականությունը այն կամուրջն է, որ կարող է երկու ժողովրդին ավելի մոտեցնել իրար, ել չեմ ասում, որ օրինակ Հաֆեզի գազելներից ազդված Սայաթ-Նովան նույն գազելի ոճը ներմուծեց Պերճաշուկ լեզուն, հայ գրական, այո, եւ Հովհաննես Շիրազը արդեն այնքան սիրել Հաֆեզին, որտեղ Հաֆեզն էլ Շիրազ քաղաքում էր ստեղծագործում, որ կեղծանում որպես Շիրազ անվանել։ Նաև ասեմ, որ օրինակ որպեսզի ավելի պատկերացնեք, Սերժ Թանգյանի որդու անունը Ռումի է եւ հենց այդ վերջերս նաև մի շատ գեղեցիկ հոլովակով ներկայացրեց մի երգ, որը ուղղված էր իր տղային Ռումիին, իր որդուն, որը հետո անդրադառնում էր նաև մեծ պոետ այդ երգի միջոցով մեծ պոետի փիլիսոփայությանը։ Առաջին գիրք թարգմանությունը Ռումիից, թե այլ ստեղծագործություններ մենք մինչ այս ունենք թարգմանված Ռումիից։ Ռումիից չի եղել, այսինքն այսպես նախ որ գուցե 1-2 ուրեմն բանաստեղծություններ թարգմանվել են, բայց նախ այսպես չի եղել եւ ասեմ նաեւ որ եթե կան մի քանի թարգմանություններ, դրանք ռուսերենից են թարգմանվել։ Երկրորդ լեզվից արդեն։ Այո, միջնորդ լեզվից եւ բնականաբար չէր կարող այդքան էլ ասենք ճիշտ լեզվամտածողության առումով, եթե համեմատելու ունենք հայերեն, հայկական եւ իրանական գրականություն, այսպես լեզվամտածողության, բառամթերքի առումով, որքանով է հեշտությամբ չասեմ, բայց դյուրին լինում ձեզ համար այդ թարգմանությունը։ Դուք շատ ճիշտ եք, տեսեք, ես շատ բախտավոր թարգմանիչ եմ, որ հայերենով եմ թարգմանում, տիրապետում եմ հայերենի, գիտեք, որովհետև ասենք անգլերեն լեզվով կամ ֆրանսերեն, նրանք այդ ես աշխուղական դպրոց չունեն, ուսանական դպրոցը չունեն, արևելյան մտածողությունը։ Այո, եւ սա թարգմանության ժամանակ ինձ շատ օգնեց մայրենի լեզուն, որտեղ դուք ինձանից ավելի լավ գիտեք այս ոլորտի մարդն եք ճոխ, հարուստ, հոմանիշներով եւ իրոք շատ օգնեց, այսինքն ես երբ համեմատում էի օրինակ անգլերենի թարգմանությանը, նկատում էի դա, որ ոչ միայն իմ թարգմանությունները լավ, այլ նաև
ինքը լեզուն, մայրենի լեզուն շատ մեծ առավելություններ է տալիս, հատկապես արևելյան պոեզիա թարգմանելու համար, որովհետև ինչպես ասացին, ի վերջո մենք Սայաթ-Նովա ունենք, աշուղներ ունենք, գուսաններ ունենք, որոնք եւ ծանոթ ենք այդ դպրոցին։ Դե նաեւ դե բնականաբար լինելով իրանահայ եւ տիրապետում եմ այդ պարսկերեն լեզվին եւ նրա մշակույթը ձեր մեջ է ստեյության։ Այո, եւ դա հեշտացնում է գործը, ավելի դյուրին է դարձնում, ինչպես դուք նշեցիք։ Ինչքան ժամանակ է պահանջվել այս աշխատանքի համար, չնայած մենք այսպես շատ դրական լույսի ներքո ենք ներկայացնում մեր լեզուն, բայց շատ բարդ է հայերենով աշխատել, հայոց լեզուն ճկուն չէ։ Այո։ Եվ չել ճկվում, ինչպես նաև ազգ է, մեր գենետիկ կոդն է դա։ Ինչքան ժամանակահատված է ձեզնից պահանջվել այսպես ծավալուն աշխատանքի համար։ Մոտավորապես մոտ 1 տարի աշխատել եմ, շատ ճիշտ եք, իսկապես մայրենի լեզվի հետ աշխատելը շատ բարդ է, որովհետև մի քիչ, ինչպես դուք եք նշում, ճկուն չի, այսինքն պետք է շատ ուշադիր վերաբերվել, շատ խիստ մայրենի լեզուն իր գեղեցկությամբ հանդերձ եւ բայց մոտ 1 տարի աշխատեցի եւ ուրախությունս ինձ ասեմ, որ արդեն վերահրատարակվում է, ինձ թվում է շատերն էին սպասում Ռումիի ստեղծագործություններին, Ռումիի ստեղծագործությունները եւ առհասարակ արևելյան պոեզիան, ինչու՞ չէ նաեւ մեր պոեզիան այս թոհուբոյի մեջ, այս խառնաշփոթ աշխարհում ինձ թվում է պետք է մեզ։ Մենք պետք է մի քիչ հիմա մեզ պետք է պոեզիան։ Խաղաղվելու, այո, պոետիկ լինել այս փոքր ռոմանտիզացնել այս։ Այո, ինձ թվում է պոեզիան օգնում է, որպեսզի կյանքը ավելի փափ կանա, ավելի մեկ բացել եւ մի քիչ վերանալ այս թոհուբոյից ու այս խառնաշփոթ աշխարհից։ Ինչպիսի գոհարներ կան օրինակ իրանական գրականության մեջ, որ կցանկանայիք հետագայում հնարավորության դեպքում անդրադառնալ դրանց, ու նաև կցանկանայինք իմանալ իրաներենից թարգմանել եք հայերեն, բայց կան գործեր, որ հայ գրականությունից եք դեպի իրանական գրականություն տանում։ Շատ լավ հարց է, ասեմ, որ երրորդը կլինի հավանաբար Խայանը միջևս թարգմանվել է Հայաստանում, բայց էլի ռուսերենից է թարգմանվել, դա առաջին անգամն է, որ պարսկերենից է ուղիղ թարգմանվելու եւ երկրորդ հարցին պատասխանեմ, որ մեծ պատիվ եմ ունեցել, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ եւ թարգմանել եմ Եղիշե Չարենցը պարսկերենի, շուտով լույս կտեսնի Չարենցնամեն, շատ գեղեցիկ պոեմ է, որը նույնիսկ հայ ընթերցողներ այդքան ծանոթ չեն այդ Չարենցնամեն։ Հենց հանգերով էլ գրված է, կարծեմ իրանական այո, եւ այնտեղ Չարենցի սերը Իրանի նկատմամբ Կարսն է հիշում, հետո այնտեղ ներողություն մինչև Կարսը հիշելը Մակուն է հիշում, որ իր ծնողների ծննդավայրն է եղել, դե Մակուն Իրանում է գտնվում եւ անընդհատ ոնց որ հիշեցնում է իր Շիրազի մասին է խոսում, իրանական գույների մասին նախշերի եւ շատ հետաքրքիր է եւ կարծում եմ պարսիկ ընթերցողներին շատ կհետաքրքրի։ Ես ասեմ Եղիշե Չարենցի մասին, որ Երևանի Կապույտ մզկիթը, որ այժմ աշխատում է, Եղիշե Չարենցի ջանքերի շնորհիվ եւ իր ընկերների փրկվեց այդ մասին ես ինքս անձամբ մի վավերագրական ֆիլմ եմ պատրաստել, որ Իրանի հանրային հետաքրքիր փաստերեն, որ հեռուստադիտողին անշուշտ կհետաքրքրի։ Այո, պետք է գինետուն դառնար Երևանի Կապույտ մզկիթը, բայց Եղիշե Չարենցի երկարատև ջանքերով փրկեց եւ Երևանի Կապույտ մզկիթի մեջտեղում կա այգի, որտեղ նաեւ թթենին է, որը տնկել է Եղիշե Չարենցը։ Կարծեմ մինչև հիմա կա այդ թթենին։ Այո, Եղիշե եւ դեռևս սովետական միության ժամանակ, սովետական Հայաստանի ժամանակ այնտեղ թթի հասնելու շեմին այնտեղ կատարում էին թութուտելու ծեսեր եւ կարդում էին Չարենց եւ հույս ունենք, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի
հետ միասին մենք այդ ավանդույթը հենց գրքի շնորհիվ հետ միասին վերականգնենք Երևանում շատ կարևոր գույն կպակասեր քաղաքից, եթե այնտեղ լիներ գինետուն։ Գինետները բազմաթիվ են Երևանում։ Մսկիթը մեկն է։ Այո, մսկիթը մեկն է, այդ կապույտ գույնը, այդ մշակույթը ինքը ասենց լրիվ այլ մշակույթ է տեղափոխում, երբ որ այդ կամ շատերը չեն։ Առավել եւս երբ խոսում ենք բարեկամ ժողովրդի մասին, մենք պարտավոր ենք յուրաքանչյուր հարևան ժողովուրդ, բարեկամ ժողովուրդ պահպանել մյուս ազգի ազգային, կրոնական, մշակութային սովորություններ, դա խոսում է ազգի բարձր ինտելեկտի մասին եւ բարյացկամ վերաբերմունքի մասին, իսկապես բարյացկամ վերաբերմունքի մասին կարծում եմ։ Շատ հաճախ մենք, երբ որ մենք մեր հայրենի հողում ենք կանգնում, չենք տեսնում այդ ամեն ինչի գեղեցկությունը, եւ երբ որ տուրիստ է գալիս օրինակ արտերկրից կամ հեռավոր մարդ, որ առաջին անգամ է, շատ այլ կերպ է տեսնում քաղաքը։ Ինձ համար օրինակ Արևելք, նույն Իրանը տաքության եւ ջերմության մասին է, բայց երբ որ դուք այնտեղ եք ապրել եւ այստեղ եք ապրել, դուք ինչ գույներով եք տեսնում այս երկու քաղաքները, այսպես ասած։ Տարբերությունն ու նմանությունը։ Գիտեք, Իրանի առավելությունը, Իրանի քաղաքների առավելությունը այն է եղել, որ Իրանը կարողացել է դարերի ընթացքում պահպանել իր քաղաքների դեմքը, այսինքն մի քաղաքը բոլորովին, ասենք, տարբեր գույն ու երանգուն է։ Շիրազը համարվում է բարդագույն քաղաք, որտեղ ամբողջ ճարտարապետությունը եւ նաեւ իր ճարտարապետությունը բարդագույնի վրա է հիմնում։ Սպահանը լաջվարդ է, կապույտ քաղաք է համարվում։ Ճիշտն ասած, Երևան ինձ համար շատ գույնսկույն է։ Ես հատկապես հիմա շատ ցավոք անդեմ մնացած է։ Եվ դե բոլորս էլ գիտենք էլ, այսինքն այդ վարդագույն քաղաքը միշտ էլ մնում է վարդագույն, մեր չնայած հիմա փոխվել է դեմքը, բայց առաջին անգամ երբ մտա Հայաստան դեռևս 87 թվականին եւ բանում սովորելու համար բանասիրական ֆակուլտետում ես մի անգամից այդ վարդագույն նկատեցի, մինչև այդ լսել էի վարդագույն, բայց առաջին անգամ այդ ժամանակ իսկապես ակնառու էր իսկապես վարդագույնը դեռ չէին խամրել այդ գույները։ Ցավոք սրտի։ Այս ցեմենտ, այս բետոնները չէին ծածկել։ Ցանկանանք մեր քաղաքին դեմ դիմագիծ գույն ու ջերմություն ու այս Ձեզ էլ բեղուն աշխատանք, ես առանձնատու կսպասեմ Խայամին նաև աշխատանք։ Հաճելի զրույց է, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։